Ողջույն, Գործարար Ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօր մեր հյուրն է Շանթ Խայալյան, ողջույն Շանթ ջան։ Բարև, ինչպե՞ս եք։ Շատ լավ, բարքաստո։ Դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, շնորհակալություն, որ այս հաղորդման ինձ հույր եք կանչել, մեծ հաճույքով, արդեն ուզում եմ մասնակցել, մեր շատ։ Ուզում ենք իմանանք դուք երբ եք եկել եւ ինչի համար եք հայրենադարձել։ Ես 2012 թվականին եմ եկել իրականում, երբ որ Սիրիայում պատերազմ էր։ Պատերազմից գնացել եմ հորթանան այն հույսով Ամերիկա պետք է գնայի, բայց 6 ամիս հետո հասկացա որ չէ, ոչ կարողանում եմ հետ վերադառնամ Սուրիա եւ Ամերիկայել մի քիչ երկար է տևելու։ Որոշում ասեցի որ որոշեցի որ պիտի գամ Հայաստան։ Հայաստան պիտի գամ, որովհետեւ ես այստեղ ընտանիք ունեի, որը Հայաստանում էր ապրում։ Ու նորից միացանք իրար հետ ու մի տարի հետո Այբ որ արդեն ֆինանսական խնդիրներս շատացան, որովհետեւ միջև կորս գտնես, այդ եկամուտը չերիքում ընտանիքի եւ այլն, վերջում բաժանվեցինք։ Բաժանվեցինք ու ինձ դնից դուրս տրին իրականում, ինձ ավարտներս են եւ գինս էր դա։ Եվ նախնինում դուք եկել եք Հայաստան, թե 12-ին որոշեցիք պատերազմի պատճառով գալ, թե առաջ գալիս էիք հասկանում եք։ Չէ, իրականում ես 2002 թվականին եկա Հայաստան շուտ ուզում էի դեղափոխվել, բայց այդ ժամանակ իրավիճակը Հայաստանը շատ տխուր էր։ Պետք եղածից ավել տխուր էր։ Այն որ հոսանքները չկան, ամեն ինչը շատ հիմնական պրիմիտիվ ժողովրդի մտածելակերպը ուրիշ տեսակ էր, փորձում ես մի բան անես, մասնակից չունես, ուզում ես նոր գաղափար դաս, այդ մարդիկ պատրաստ չեն այդ գաղափարը ընդունելու, տեսնում են դրսի մարդ ես, կարծում են միլիոնադեր ես, սկսում են խաբել, գցել, փորձել այդ ամեն ինչը անել։ Վերջում ես այդ ժամանակ ամուսնացա իրականության մեջ ու խնդիրներ եղան շատ։ Այսինքն գարջ մնացիք այն ժամանակ։ Շատ գարջ։ Ինչքան։ Մինչև 2004 թվականը։ Երկուքեն 4 տեղ էիք Հայաստանում եք։ Վերջը գնացիք հետ։ Վերջը հիաստափվեցի ամբողջ Հայաստանից ու Հայաստանի ժողովրդին, որտեղ բոլորն են ուզում են քեզ օգտագործեն։ Բոլորը, բայց երևի այնտեղ էլ ընդհանրապես որ խոսում են մեծ քանակության վրա են, այսինքն պատկերացեք միշտ մարդկանց բնավորությունը, այսինքն երկրի մեկ բնավորությունը որ ասում են, ասենք սրանք խելացի են, բայց չի նշան բոլորը խելացի, բայց մեծամասամբ որ այդպես անում, այդպես դուրս է գալիս որ մեծամասամբ էս խոսում։ Իհարկե միշտ լավը կա ամեն բادوչան մեջ։ Այդպես որ ես վերադարձա հիաստափվեցի, չէ որ պատերազմ եղա, պատերազմին նորից կանչեցին ինձ ընտանիքիս անդամները, որ եկուր վերադարձիր, նորից սկսենք եւ այլն, ու ես մտածեցի որ հա, կարելի է այդ մի հատ արիտ տալ, նորից վերադարձանք, բայց նորից չստացվեց իրականում։ Բայց կարող է իրենք ուրիշ նպատակներ ունեն կանչելուն։ Մի խոսքով ես դուն էի, դունը ցերիցս խլեցին, ինձ վրընդեցին, մնացի այն եզրին, որը այլ գործընծնելու ոչ մի բան չունեմ։ Այդ ժամանակ ես օջարներով էի սպառում իրականում, օջարների գործը։ Հալեբի օջարներ եւ ուրիշ տարբերակներ էի աշխատում, լավ էր գործը, բայց այո։ Եվ նորություն էր, հենց ամենամեծ խնդիրը այն էր, որ շատ նորություն է, ժողովրդի մեջ էդի ընդունված չէր ինչ տարբերություն քաղաքի քիմիականի եւ կոպանականի մեջ եւ այլն, մի երկու հոգի կային մենակ, որոնք աշխատում են այդ գործով։ Բայց ընթացքում մարդիկ որ սկսեցին տեսնել, որ արևդուր անում, դե գիտես, մարդիկ սիրում են կոպիան անել ավելի հեշտ է, քան նոր բան մտածեն ու դարձավ մի 2000 հոգի Հայաստանում աշխատում են օջարով։ Միջև COVID-ի ժամանակ էլի։ Իհարկե այս ամեն ինչ որ պատմում արդեն մենակ եմ ես։ COVID-ից հետո արդեն այդ կորձներ փակեցի, մտածեցի որ ժամանակն արդեն 40 տարեկան է ժամանակ։ Մտածեցի որ ժամանակն է ինչ որ լրիվ փոխել ամեն ինչը։ Ու սկսեցի ծրագրավորում սովորել։ Գնացել էի ինչ որ մի տեղ, որտեղ հարցրեցի ամենադժվար ծրագրավորման լեզուն որն է, ասացին Java-ն, ասացի ես ուզում եմ ծեր հետ սովորեմ։ Ֆիզիկապես թե ֆիզիկապես։ Չէ, ուղղակի գնացել եմ ֆիզիկապես իրանց մոտ եւ ընդունեցին ինձ որպես ուսանող ու սկսեցի սովորել։ Մի շրջան հետո այն որ սովորում եղա կորձընկեր իրանց հետ ու կորձենից լավացավ, ունեցան կազմակերպություն, օջարից ծրագրավորում։ Ու լրիվ հայ, օջարից չի, ավելի է Սիրիայում մեքենիստ է, մոտորիստ է, այսպես ասած։ Մեխանիկական գիտելիքներ ունեք։ 3 տարի սովորել եմ համալսարանը, բայց չի շարունակեցի։ Ծրագրավորմանը շատ մոդիկ չէ, դա մեխանիկական։ Իրականում մոդիկ չէր, բայց այնտեղ շատ բան է սովորեցի, որտեղ դու շատ պետք է ուշադրել ես ամենամանր դեղեցություններին եւ դիզայներական չափերին եւ այդ չափերը որ կան որ աշխատում էինք մազի հաստությունից ավելի բարակ էր
այդ դարբերություններով էին կարողանում նույնը ծրագրավորման մեջ։ Այո, նույնը ծրագրավորման մեջ, բայց արդեն կոդային տեսքով է գնում այդ ամեն ինչը։ Եվ բացի դրանից գառուցման խնդիրն է շատ կարևոր, այսինքն որ դուք որ գառուցում եք, որ մեկ բան մեխանիկի մեջ նկարում եք, որ եթե դու գամած հերթականությունը պետք է ճիշտ լինի։ Նույնը ծրագրավորման մեջ էլ այդ բանը, պատկերացում են ունաս, թե այս ձեղից սկսեմ, որ եմ գնալու, ինչ քայլերով եմ գնալու։ 40 տարեկանով սկսակ, այդ ամեն ինչը ընկալեցիք։ Առաջին մի ամիսի չի հանձնվելու կորձիկը։ Հա, իրականում հա։ Դեմանավանդ երբ որ հայտնվում ես այն եզրին, որ ել չունես ոչ մի բան գործընծել, ու գամ ասում ես քեզ ինչ կա ոդի եմ հենել, ու գամ ուզում ես վերջացնես ամեն ինչ։ Բայց ես նախընտրեցի, որ պետք է ես ավելի ուժեղ վերադառնամ։ Լինում են կյանքը ամեն ինչ պետք է պատրաստել։ Ներեցեք իմեջ այլոց դուք ձեր ծնողքը ստեղեր ու Հալեբեր։ Հալեբում են։ Բادرազմի ժամանակ Հալեբում մնացին։ Այո, Հալեբ էին, որտեղ իրենք եկած են Հայաստան տեսած են, շատ վստահություն չունեին աբակային։ Վտանգի մեջ մնացել էին ընդ։ Իրենք մեր դունը ամենավտանգավոր գետերից մեկն էր, որտեղ ինքը գտնվում էր, ասում ենք CSI, այսինքն Հայաստան, Սիրիայի ամենաուժեղ KGB-ի կենտրոնի հենց հիմնական մայր կենտրոնի հենց արչեւի 10 մետրին։ Այո։ Մեր մոտ երբ որ հարցակում եղավ, մի 20 մետր անգամ արդեն կրավել էին։ Ու աստեր մնացին այնտեղ։ Եվ այնտեղ մնացի, բայց իրենք ավելի ժամանակ գնացին Կեսապ։ Ուզեցին Կեսապ ունալ։ Փախելը Բաղդադիր էր այն ժամանակ։ Չէ, արդեն գիտեք ոնց է, այդ որ բادرազմը սկսում է խորանում եք, որպես հոգեբանական եւ մտածելակերպ, ցեր մոտ փոխվում է շատ բաներ։ Ասում ես, եթե այսօր էլ դաբրիմ ունեմ, գաբրիմ։ Եթե որ ժամանակը չի եկել, չեմ մերել։ Մի քիչ բادرազմի շրջանով անցնելուց հետո մարդկանց մտածելակերպը ու ավելի աբակայի մասի շատ հոգ չդանել կամ չմտածել, շատանում են։ Որտեվ վերջում իրացիերից ոչ մի բան չի գալիս, ոչ կարողանում գրիվանի, ոչ կարողան պաշտպանվի, ասում է դե լավ, եթե որ դուրս եկա ու չվերադարձա, ուրեմն ժամանակը եկել է գնալու։ Ու նույն ծևի մենք էինք, ես մի տարուկես մնացի բادرազմին, այն որ դուն էինք գալիս, ասում ենք շատ լավ, այսօր վերադարձանք։ Թե չէ իրականում Աստծո եք թողել։ Դե մենք էլ Լիբանանում դենցեր առաջին երկու օրը վախենում ես, երրորդ օրը արդեն սկսում ես սովորական դարձը։ Մենք այդ բادرազմի միջև մանգալ էինք բանում իրականում չէինք հարցում, որտեղ մահա մեր աչքին առաջ ինչպես որ գիտեք արդեն այն որ հիմա կամ մի քիչ հետոներ ու չէր։ Ծնողքն դեռ մնաց, դուք ստեղ սկսաք ձեր բանը ծրագրավորման սովորելը ու հետո հասակ ուր Ես սովորել հասա, այդ որ սովորում էի իր այդ գործընկեր դարձանք, որ արդեն սովորացնելուց անցանք ավելի ծրագրավորման մագարտակի, ունեցանք 12 աշխատող, Անկելիայի հետ երկու հատ մեծ գործ էինք բռնել եւ այլն, բայց մի քանի տարվա մեջ, 20-ին սկսակ, հիմա արդեն այո 2000 որ թվականներ սկսեցի COVID-ից հետո ջիջի 21 ասենք 21-22-ին էի սկսել իրականում ու այդ մեկը իմ մոտ զարգացրեցինք դարձանք գործընկեր բայց վերջում իմ գործընկերը սկսեց արդեն որ փողը սկսեց տեսնել մի քիչ փոխվեց ամեն ինչ արդեն ժամը 4-ին 5-ին էր գալիս գործին ու չեր հարցնում աշխատողները վիրավորում էր ու չեր հետևում որ նոր գործեր բերվեր եւ վերջում որոշեցինք որ այդ իրավիճակը այդպես չի շարունակվելու, որտեղ իմաստ չուներ։ Բաժանվեցինք այդ դերից, գործընկերությունը կանգնացրեցինք, ես անցա արդեն ծրագրավորման remote, հա, հերագա ծրագրավորման բաժինը ու առաջին հերթին այդ ժամանակ իմ ծնողներս արդեն կանչել էին։ Ծնողներս եկան իմ հետ մնացին, մի քիչ փողարցերկես դունարա, առաջին գործը վարեցի Եվ մերոնց ապահովեցի որ իրենք իմ մոտ են արդեն այդ ամենակարևորը եւ դարերով ասում էի եկեք բայց իրենք չէին ուզում բայց մի տեպք բադահեց Սիրիայում որտեղ որոշեցին ու վերջնականապես պետք է կան արդեն իմ մոտ մնան այդ տեպքը այն տեպքն էր որ ասենք մաման Ադամնապուշի էր գնում ու վերադառնում են դուն եւ այդ այրունահոսությունը չի կանգնում իր բերնի մեջ ու զանգում են բժիշկին որ այսպեսի խնդիր կա բժիշկը չի պատասխանում անջատում է հերախոսը լույս չկա թերորայք չկա հոսանք չկա ջուր չկա ոչ մի բան չկա քաղաքում ծայրահեղ վիճակ ահա որ ու այն աստիճանի որ միջև առավոտվան մեկը այդ այնունը չի կանգնել հայրս զարթնացնում հարևանը դուղուն ասում է գնանք ինչ որ հիվանդանոց ու հիվանդանոց գնում վրանդում են իրանց Ինչու Այն առումով որ թերորայք չունեն եւ ծայրահեղ վիրավորներին են միան վերցնում
վերջում արդավա 3-ին ինչ որ մի հատ հիվանդանոց մտնելուց նորից մերժելուց հայրս արդեն սկսել է գորգրալ եւ այն, այդտեղից մի հատ հայ դղա իմացել է որ հայերն սկացել է որ հայը բարեփոխտաբար կանչել ասել ինչ կա ասպեսի մի բան կա ասել ներս եմ մտցրել գարել է Ադամը մամային ու թեորայքը դվել հաջորդ օրը մայրս որոշել է որ ես գնում եմ դողոսման ուզում ես արի ուզում ես ես եթե պիտի մեռնեմ Տանագը ոսկորին հասավը էս արդ այո միշտ որովհետև մենք մեր մեծերը եւ շատ մարդիկ այդպես են մտածում այսօր միջև այն ժամանակ ոսկորը չի ասնում չեն շարժում որովհետև հերադեսությունը կամ գիտակցությունը ինչ որ միտեղ քնած է որովհետև իրենք ապրում են safe side որ ասում են հանգիստ ինչ որ շրջապատի մեջ ապահով են ֆինանսով Ամեն չեն ուզում տեսնել որովհետև դեն չի որ չեր երևում այդ ծեր ասածը հալեբում մի անգամից մի օրվա մեջ չեղավ այդ պատմությունն էլ գարար շատ վատ վերջանար իհարկե ինքը չկարողանար հաջորդ օրը որոշել այո դա որ շատ մարդկանց ասում եք որ մի թողեք Տանագը ոսկորին հասնի այդ փոքր դժվարության մեջ մտեք Հայաստան գալու հետո կտեսնեք ոնց ենք մենք իհարկե հիմա իրականության մեջ ո՞ե մենք երկիր որ դեղափոխվում ես առաջին շրջանը միշտ դժվար է այնպես ցանկացած երկիր հիմա պատկերացրեք եթե ես Սիրիա գնամ այնի նույն դժվարությունները պիտի անցնեմ այդպես չէ որ բادرաստ արենեն նույնիսկ Գերմանիա գնանք նույն դժվարությունները պիտի անցնի այսինքն չկա դեղ որ խնդրեմով չես սկսի կարող է վատել վերջանալ ինչ որ այդ բարեգիր երկիներում մարդիկ նորմալ են վերջանում ամենալավ կորձ ունեցող գնում է մակդոնալդսում խանութում աշխատում այդպես չի որ ամենտեղ թռնապած Ձեզ սպասում Հիմա ես օրինակի համար միշտ բոլորին քաչարելում եմ որ ինենք կան Հայաստան ինչի համար ամենակարևոր զորավոր գեդերից մեկը ֆինանսից ավելի կարևոր որ դու ապրում ես 99% հայ ու քրիստոնյաների մեջ դու չես ապրում Սիրիա որտեղ դարբեր գնորդներ դարբեր ցեղեր կան Ամերիկա մանավանդ ահա որ է Իսպանիա ես գնացել եմ վերջերս մարդիկ հետ միայն իսպաներեն են խոսում Չէ՞ թե որ Պարոյականը նաև դեռ ասեն շատ Պարոյական մոդեցումը մարդկանց Ամերիկա օրինակ էլի պարոյականը էլի զենքի խանութներ կա դպրոցներում բաներ են խնդիրներ են լինում էլ չեն ասում ձխել խմել ամեն ինչի մեջ կա այդ վտանգը Դրսում այդ վտանգները ավելի շատ մեծ են քան Հայաստանում ինչի համար որովհետև մենք որպես հայ որպես մեր այսպես ասած ադատ հա մեր սովորույթները բահմանող մենք միշտ եղել ենք հայրը ընտանիքին գլխին զավակները ենթարկվում են գինը ենթարկվում են եւ այդ ամեն ինչը ամոթը չի կարելի սխալ են խոմար գնի դի ձխելը գնի սպաները գնի գցել սխոսալ խապել կողնալ մենք այդպես ենք մեծացել Ունենան այստեղ Հայաստանում այդպես չէ որ Հայաստանում ասում են գիտես ինչ կա լավ էս արել ծխում ես կամ լավ էս արել ինչ որ քողացել ես մենին Բացի դրանից այսօրվա օրով երբ ես 2012 թվականին եկել էի եւ միջև մի շատ մեծ տարբերություններ կա թե մտածելակերպի մեջ թե ապրելավեճի մեջ թե բիզնեսի մեջ թե ֆինանսի մեջ թե եկամուտի մեջ հիմա օրինակի համար ես կարծում եմ որ ոյ մեկ կորդ աշխատող եմ ար եթե որ դու ուզում ես կորդ աշխատես Եթե որ դու շատ հոգեբես դու քեզ քո եսը շատ բարձր չես թադում ուրիշներին վրա կարող ես արակի մեջ կորս գտնել ու առաջ գնալ ու կարծում եմ որ ավելի քնահատվես եթե դες աշխատասիրություն գա քո մեջդ Իհարկե մեր բացի դրանից մասնակիցների ահավոր քչություն կա Հայաստան ուզում ես մի հատ մասնակից կարող ես չգտնես օրինակ մեր ոլորտում Bluetooth-ի մասնակից Հայաստան 3 հոգի են ինչի համար 3 հոգի Ինչքան մարդ կարող է կա, ինչքան մարդ հանգիստ ապրի ստեղ ու աշխատի իր գործը։ Ճիշտ է, այդ գումարները չեն թրսի, բայց այդ գումարներն էլ դուրսը ծախսում ես քո ամեն թանկ հաջողություններիդ վրա, որոնք Հայաստանում ավելի էժան են։ Պետք է համաձայն Իրականում ես այսպես էլ բանը կարող եմ ասեմ, այն որ իրենք օրինակ չգիտեմ, Ամերիկայում ստանում է $4,500, իր ծախսը $4,500 է։ Այսինքն ոչ մեկը չկա չասի որ Հայաստան եկամուտը ինչի է եկելու Հայաստանում ինչ որ ստանում ես նույն ծավալի կարող ես ծախսես ի դարբերություն Հայաստանի եւ յոմուշ երկրներին դուք Ամերիկայում կամ Եվրոպայում դուք ունեք շեմ որը այդ շեմը պիտի վճարեք պիտի վճարվի այդ կոմարը տաքսերն են եւ այն իսկ Հայաստան դու կարող ես քու եկամուտի համապատասխան ապրես Ջող չես ապրի կարող է ինչ որ ասում եմ սկսնականի համար բայց դու հաստատ Կարող ես այդ գումարդ այնպես անես, որ դու ոչ ծոված մնաս, ոչ կդրված մնաս, ոչ բարգի դեր մնաս։ Էդի գաբվա դու դեր ոնց ես կարողանում քո ֆինանսական եկամուտներդ համապատասխանել քո ցանկի օրվա ծախսեր։ Եթե ամեն օր նստես $10,000 դրամի հաց ուտես, կնշանակի դու
եթե 200,000 ստան չի ելի կլուկ ու հացին այնպես որ էդի պետք է բարձրապես ճուգուն լինեն ուրիշ ոչինչ բան ու դուք առաջին քայլերը որ արեցիք այդ ծրագրավորման մեջ հետո ստացաք դուք ձեր ընկերությունը կազմեցիք այնտեղ էս ծեր ասածը որ 12 թվականին ամեն մարդ տարբեր էր մտածելակերպ որ փոխվեց այդ թիմը որ ստեղծեցիք արդեն ծեր մտածելակերպով մարդիկ էին չէ որ այլևս դժկոհություն չի գար որ իրենք մենք եւ այլն այդ այո ես բարձրապես դասավանդում էի նոր սերունդի մեջ շատ հաջելի բաներ կան, որոնք հին սերունդի մեջ չկան։ Այն որ իրար հետ միասին ցերկ-ցերկի են տալիս, ինչ որ ծրագիրը որ չկարողանում են միասին լուծում են այդ հարցերը։ Այնպես որ ինքը շատ հետաքրքիր եւ առաջ գնաց։ Ես որ այդ առաջի կորձներից այդ կորձը վերջացեցի, անցա ռեմոտ աշխատելու իրականում, հերագա աշխատեցի առաջին հերթին Boeing կազմակերպության հետ։ Ցերդենից։ Այո։ Boeing-ի հետ էի աշխատում, Boeing-ից հետո անցել եմ Տելեֆոնիկայի հետ եմ աշխատել, իրականում նշեմ էլի Տելեֆոնիկայի հետ եմ աշխատել, NASA-ի հետ եմ աշխատել, վերջում Google Gemini-ի մեջ ես ծրագրավորող էի։ Բայց ելնելով մեր եղբայր Պուտինուց այդ կոնֆլիկտ հանի, մեզ կորտից հանեցի բոլոր հայերեն։ Որտեղ մենք իրենց կարծիքով Հայաստանը ավելի լուսամետ է, քան Ուկրաինամետ, այսպես ասած, բոլորից կորտից հանեցին։ Եվ թիմեցի ես վերջի կորձս իրականում անցնում էի Պենտագոնի ծրագրավորող որպես Defense Pentagon Defense System-ների։ Ոնց են վստահում հերագա մարդու որ դունի մեջ անստած աշխատում։ Հերագա չէր արդեն Դուբայի են կանչում ինձ։ 7 քննություն եմ անցել, $12,000 ամսական էին տալիս, բայց նայեցին որ ես ծնված եմ Սիրիայում, ամենից չեղարգեցին պայմանակիր ու չընդունվեցի։ Իհարկե ես ասի դելավ որ այսպես է, ես ուզում եմ հայկական գազագերբության մեջ աշխատեմ, այդքան 6 տարվա այս փորձ ունեմ համաշխարհային դարբեր ազգերի հետ եմ աշխատել, դարբեր մոդեցումների հետ, մանավանդ գերմանացի հետ ահռելի էր։ Այն որ առաջ 2 շաբաթ հետո ուզում եմ թողեի այդ կորձը, բայց 2 տարի անց այդ աշխատեցի ու ինձ էդի շատ մշակեց։ Որպես ծրագրավորող ավելի գայուն ամեն ինչ անելու համար, դիմեցի մեր հայկական ստեղ գազագերբություններից, ընդունվեցի 2 ամիս հետո ինձ վրընդեցին։ Այն առումով, որովհետև ես over qualified եմ, այսինքն ես ավելի շատ բան գիտեմ, քան իրենց պետք էր։ Այնպես որ ես դուրս եկա ու որոշեցի ես իմ գազագերբությունը պետք է սկսեմ։ Առաջինը սկսեցինք որպես կայք սարքել, ինչ որ մոբայլի հետ հեռախոսի հետ կապված հավելվածներ ապեր անել, բայց հետո հասկացա չէ իմ կարողությունները ավելի շատ մետան։ Ու մի օր գնացել էի իմ ընկերոջս մոտ Ռուսաստանից էր եկել, իր ծնունդներ, իր բաբիկի տունն են գնացել քյուղում։ Ու այնտեղ նստել էինք, տեսնում եմ որ հայ իր բաբիկը շատ նեղացած է, ասում եմ բաբիկ ինչ ա դու ջոխ մարդ ես։ Ասում եմ բոլոր պետաներս վարի գնացին, որովհետև հիվանդոտ մեղումը դավ իմ պետաներից մեկը ու բոլորին վարագեց։ Ու ասեց դու որպես ծրագրավորող դու կարաս իմ համար մի բան անես, որ եկոտ անգամ չնի։ Դե հիմի այս բանին ես չես ասում մի բան, որ այն որ մեծերը դեստում են ցերկդ կոմպյուտեր կա, ուրեմն ասում են դելա, տելևիզորը փճացել, հա, կարող է սարքել, սառնարանել կարող է, ավտոներ կարող է սարքել, այդպես են մտածում։ Ես շատ բան չարեցի այդքան, արժեք չդվեցի, բայց որտեւ ես գյուղատնտեսություն ուր, ծրագրավորումը ուր, բայց այդ մարդու ասածը միտքս էր միշտ անընդհատ գալիս էր, կարող ես մի բան անես, կարող ես մի, ու ես անընդհատ իմ ուղերձը այդ հարցն է դալիս, ու ես բնավորություն կրեմ, թե մի բան որ գրգնվում, օրեն մի բան գա։ Ու ասես դե լավ, եթե ես մարդուն խնդիր եղել է, որ հիվանդոտ մեղու է մտել իր պետակի մեջ, արի մի հատ ես սովորեմ մի նոր լեզու, որը կոչվում Python, ու փորձեմ նկարից իմանամ, արդյոք այս մեղու է նախ եւ առաջ, եկոտ արդյոք հիվանդոտ է թե չէ։ Ու այդպես ծրագիր եմ սարքել ու մեծ խնդիրներ ունեին ինչ արումով, որովհետև ոյ-մեկ, այսպես ասած, նկարներ չկար համաշխարհային, որ կարողանում ես վերցնես։ Այնպես որ Լիբանան ընկեր ունենք, որը ինքը 3D շատ ուժեղ ծրագրավորող է, ինքը Հոլիվուդի համար են աշխատում։ Ասին մեզ հիվանդոտ մեղու է պետք դիզայն արվեցվի։ Ու հիվանդությունները դվեն են իրան ու ինքը նկարել էր բոլոր նկարները մեզ ուղարկեց մոտ 100,000 նկար։ Ու ես սկսեցի սովորացնել AI-ին։ Ինչ են ասում հայերենով արհեստական բանականության, որ ինքը նկար տեսնում հասկանա արդյոք էսի մեղու եթե հիվանդոտ է կամ ոչ։ Ու բացգրացեք հաջողվեց այդ խաղապարը։ Որովհետև հաջողվեց, մենք արդեն անցանք ծրագրավորումից, բարձ գազագերբության ծրագրավորումից, թեպի ավելի որ ասում են անգլիով deep tech venture studio։ Այսինքն մենք
այդ ամեն ինչ անունը համար մեզ էլեկտրոնիկ էլ պետք էր, engineering պետք էր։ Մեզ պետք էր motherboard-եր, կամերաներ եւ այլն։ Ու ինչու՞ չէ արդեն մտածում ենք, որ պետագի տեսնել կարելի է փոխել։ Ու այս ամեն ինչը սկսեցի մոտ առաջանալ 100 հարց։ Ու սկսեցի քյուղատնտեսներուն գնալ, հարցներ, ինչն է ծեր խնդիրները, դեղափոխելու ինչ հարցեր ունեք եւ այլն։ Միջև այդ ժամանակ որ իհարկե գուզենայի նշեի, որ Akba Federation-ի մասին իմացավ կանչեցին, հանդիպեցինք ու դարձա իրենց Federation-ի որպես follower, հա, հետևող։ Akba Federation-ը ինչ է քյուղատնտեսական, հա, թևնա բանկի։ Այո, Akba բանկի բաժիններից մեկն է, գոչվում է Akba Federation, որը իրենք քյուղա Հայաստանում ամենաուժեղ զարգացնող քյուղատնտեսական ոլորտի Federation-ը։ Այսինքն ուսումնասիրում են ու փորձում են լուծումներ գտնել։ Այո, ու ինձ մի դարով Akba Impact Hub-ում դվեցին իհարկե ես վերցրեցի օֆիս, վճարումներ արեցին, մենտորներ բերեցին եւ մենք սկսեցինք այս ամեն ինչը ավելի զարգացնել։ Մեղուի հատվածը։ Մեղուի հատվածը։ Պետագի հատվածը։ Այո։ Մի տարի հետո հիմա այսօր բարո մենք ունենք խելացի մտածող պետակներ։ Եվ այդ ամեն ինչը աշխատում է արհեստական բանականությամբ։ Մի հատ արագ Մեկը պետագոնի հիմա քյուղում նստած է մեզ լսում է։ Այո։ Ինչ պիտի անենք իրեն, որ նույն բանը չի պատահի, ինչ բաբիգին պատահեց, ինչ պիտի արի։ Ուրեմն նախ եւ առաջ ասեմ, ամեն տարի մենք Հայաստան չեմ մենակ աշխարհում մենք 40-50% մեղվանդանիկները անգում ունենք։ Գիտեմ, որ ժամանակի ընթացքին պիտի վերանան մեղուները։ Այո, եթե վերացան մեղուները բոլոր մարդկությունն է վերանան։ Հիմա ինչը սրա լուծումը ոնց է հիմա։ Սրա լուծումը հիմա մենք իրենց դալիս ինչու համար ենք մենք այս հարցին լուծումը դալիս, որովհետեւ շատ դանդաղ է նախ եւ առաջ մեղվաբուծությանը ընդհանրապես 5 տարի ոչ մի բան չի փոխվել իրա մեջ։ Մարդիկ գալիս են ցերով են նայում ու միջև այդ ժամանակ որ հենց որ մի բան կտան այդ ժամանակ իրենք արդեն շատ ուշ ամեն ինչ վերջացել է։ Հիմա մենք իրենց դալիս ենք պաշտպանություն, պետագը վերցնում են։ Մենք մուտքի վրա ունենք կամերա, որը նայում է հիվանդոտ մեղուներին ու ասում է թե ինչ հիվանդությամբ մեղու է մտել պետագը եւ իր հիմակվա մեղուներին։ Ոչ թե նոր մեղուներ։ Հիմակվա մեղուներին չէ։ Ու ինքը պետագը վերցնում է ցեզանից։ Այո, մեզանից վերցնում է պետագը։ Անում է իր պետագները։ Այո, դնում է իր աթակուհուն մեջը ու սկսում է շարունակել։ Ինքը դրսի դեսկով ոչ մի խնդիր չի դարբերում, պայդից է, առավելություններ շատ կան իմի, որը դեղափոխելու ժամանակ չի պատվում, չի գնում, ինքը ավելի գայուն է իրար վրա, որովհետև պետակները ընդհանրապես հավասար իրար վրա դրվում են։ Իսկ մենք իրականում Եգիպտոսի բուրգերից ենք վերցրել այն միտքը, որտեղ իրենց բادرը դիմանում էր ինը ռեխտորա եգրաշարժին։ Նույն բան կոնցեպտը մենք բերել ենք դրել ենք հենց մեր պետակի միացման գեդերի վրան։ Բացի դրանից մենք մեղվաբույծին ասում ենք թե ինքը ինչքան մեղր է այս տարի արտադրելու։ Ինքը 20-30% մեղր ավելի է ունենալու, որտեղ մենք ղեկավարում էներգի ջերուցումը, խոնավությունը եւ սառացումը։ Բացի դրանից մենք քողության դեմ համագարկ ունենք։ Եթե մեկը քողացավ, դարավ, ինքը մենք ասել ենք քողանում է, կամ քողացել է ուր արդեն ինքը։ Հերախոսի պես է։ Իհարկե։ Ունենք իրեն կանխադեսումներ, եթե մի ժամ հետո պոտորիկ անելու կամ գարգուտները ննելու, մենք ամիջապես իրեն կանխած ուշքշացնում ենք։ Ունենք 77 հատ կանխուշացում մի պետակի համար։ Բայց դրանից մենք գաբեր ենք ստեղծել, պայմանագրեր ենք ստեղծել այդ մարդկանց հետ գազագերբություններ, որոնք դրոններ են պատրաստում որպես փչեն լենց զարելի վրա։ Մենք արդեն մեր աշխատողը ովքեր որ նրանք վերցնելու է, ինքը ունենալու է այդ նախուզգուշացումը, որ այսինչ օրը, այսինչ ժամից, այսինչ ժամը փչելու են ձեր մոդի ինչ որ զարելին, այնպես որ զգուշ եղեք։ Բայց դրանից վերջում մենք բոլոր մեր քյուղատնտեսներ ովքեր որ վերցրել են, դալու ենք մի հատ QR կոդ, որտեղ իրան մեջ մտնել է, եթե Թուրքիա մեղրը, Ճապոնիա վաճառվեց, Բրազիլ, Ամերիկա, որտեղ որ վաճառվեց, ինքը այդ QR կոդը որ սկանարեց, ինքը լրիվ հասկանալու քո պետագին պատմությունը, քո պետակների դարածքի նկարները, իրավիճակներ եւ եթե դու անալիզ անես, մենք քո անալիզներ գավերացենք դրա մեջ, այնպես որ այդ մարդը բեք չունի հարցնելու կամ արդյոք վստահ եմ այս մեղրը թե չէ։ Հենց այդ QR կոդով ինքը հաստատել է որ ինքը այս մեղրը առնելու եւ ծեր բիզնեսներն է, որպես մեղվաբույց ավերանալու, զարգանալու։ Այսինքն մոտորի VIN կոդի նման ավտոյի, որ գիտես որտեղից եկավ ավտոն, բայց մի բան էլ հարցնեմ շատ կարճ, իհարկե երկար թեմա է, շատ հետաքրքիր թեմա է, որ դուք այս բոլորը որ գսեք արհեստական բաներ են, բայց ինքը մեղրի որակի վրա գաստե, եթե մարդը այսքան արհեստականի մեջ մտնի, նույն մեղրը գունենա, ինչ ուներ առաջ
երբ որ ամեն ինչը իրենք մոտ բնական է։ Այո։ Հիմա մենք որ այսպես արել ենք, նախ եւ առաջ մենք մեղվին չենք կպնում, բնության չենք կպնում։ Մենք բացի որ դու ունես պետակ, ունես հիմա խելացի պետակ, որը ինքը պաշտպանում է, հետևում է, քո համար նախորդ զգուշացումներ է ուղարկում։ Բայց մենք չէ որ ջարակայթ մարակայթ չկա։ Չէ, ջարակայթ չէ լինելու։ Ինչի՞ համար, որովհետեւ բոլոր սենսորները եւ բոլոր դիզայն մեր արած PCB-ին կամ ասենք hard motherboard-երը որ կան, electronics-ները certified են low level vibration-ները, այսինքն ցածր վիբրացիաների եւ ջարակայթների են։ Բացի դրանից բոլորը վերցնող են, այսինքն երբ առնում այդ ջարակայթը, երբ որ ես մի բան եմ տալիս, այդ ժամանակը ջարակայթվում, բայց բոլոր մեր ունեցած սենսորները իրենք միան վերցնում են, այսինքն իրենք մեկ չունեն էլեկտրոնիկսի կամ ինչ-որ մի բանի վիբրացիա անեն, բարձրապես իրենք այդպես են։ Ինքը վտանգը հանում է որ հիվանդ մեղրնի 30% ավել բանադալիս մեղրադալիս վերջում ու ոչ մի վտանգ չունես այլևս եղանակից կամ ուրիշ բան։ Մենք իրեն ասում ենք միջև մենք ներսը լսում ենք պամպասակները ասեմ, էլի մենք այդպես ենք անում։ Մեղուների պամպասակները ու հասկանում ենք ինչա գդարվում ներսում թակուին զվարգումը, չի զվարգում սատկելա, երկու հատ թակուի գա, ինչ իրավիճակը, ուժեղա, սոված են, այս ամեն ինչը կարողանում ենք հենց մեր առած ծրագրերով բոլորը հիմնված իհարկե բոլորը հիմնված են մեղվաբույծերի մասնակցությունների եւ իրենց փորձից վրա եւ ոչ թե միայն Հայաստան մենք ունենք մոտավորապես 12 խորհրդատու մեղվաբույծ Ամերիկայից Axansus բանից համալսարանից Ֆրանսիայում ունեն Federation-ը դերից Ճապոնիայից ունենք Լիբանանից ունենք Հայաստանից ունենք եւ Իսկ թիմողներ որ ծեր խորհուրդը վերցնեն, այդ եք ուզում ասեք։ Չէ, մենք ենք իրենց դիմել որպես խորհրդատուների մեղվաբույծերի թիմ մեր համար։ Իսկ այս խաղապարը հեղինակային իրավունքը գրանցված է, որ դուք եք առաջինը եւ Հայաստանն է, ասենք առաջինը, որ մարդիկ եթե նույնը անեն, ջարեն դրա համար։ Այո, մենք ունենք այդպիսի մի բան։ Մենք բոլորը copywriting եղած են, design, electronics, logo-ն, անունը եւ այլն։ Բայց այսպեսի մի բան ասեմ, որ միտքում գա կոպի անել, կարող է եւ կոպի անել շատ հանգստությամբ։ Դա ինչպես շատ բաներ, բայց իհարկե լուրջ անողը չի գնա անօրինական քայլերի, լուրջ անողն է մեծ գազམ་ագերբություններ են։ Այո։ Բացի դրանից մենք օրինակ հիմա պատրաստի ոյ մենք բանը չենք օգտագործում մեջը, ինչ որ անում ենք custom ենք անում, այսինքն մենք դիզայն ենք անում։ Եթե որ մեր մոդից վերցնեն միջև իրենք պատրաստեն նույնից, արդեն մի տարի պետք է, որտեղ մենք այդ ամեն ինչին համար մի տարուց ավել անցկացրել ենք։ Ու ասեմ ցես, մենք motherboard-ը 5-3 անգամ թաքցել ենք, չենք հավանել նորից 0-ից ենք արել։ Պետակը 5 անգամ գդրել ենք, վարել ենք, նորից ենք սարքել։ Այնպես չէ որ նստեցինք, 5 րոպեեդու ամեն ինչ պատրաստ էր։ Եվ ես գոչ եմ անում, շատ մարդիկ էսա իմանալու են սրա մասին։ Ու փորձելու են իրենց ավելի էժան դարբերակ անեն։ Ես իրենց գոչ եմ անում դողքանի հետ համագործակցության, ես դեմ չեմ։ Ես իմ պետակը ծախում եմ, չգիտեմ, 160,000-ով, իրենց պետակն էլ կարող եմ ծախեմ 100,000-ով։ Թող թիմենց ես։ Խնդրեմ։ Շատ լավ, նաև քյուրացիները լուր ունեն այս ծրագրի թե Ակբաբանկի միջոցով այդ բանանում փոխանցվում քյուրացիներին, որ շատերը որ թշկող են հիմա թիմենցես ու իրենց կորզը հեշտացնենք։ Ուրեմն ես ձեզ ասեմ, վերջին անգամ որ դու հայ գնացի Web Summit-ին, այնտեղ մի հատ գերմանացի մարդ կա, որին ճանաչեց, ու ասեց դու P5-ի հիմնադիրն եք, ու ես զարմացել էի, շոկի մեջ էի։ Իրականում մենք հիմա այս տարի ուզում ենք փորձաշրջան անցկացնենք, մենք որ ոչ մի ցեվով պատկերացեք sales չենք անում, վաճառքի բան չենք անում, ու մենք այսօրվա օրով ունենք 150 հատ բադվեր, որտեղ մեջը մտնում է Կիպրոս, Այանապա, Հունաստան, ինչ որ քիդահիդրոծոտական ինչ որ գազམ་ագերբություն է, Վրաստան, Հայաստան եւ Լիբանան, իրենք արդեն բադվեր են։ Այն որ ասում եմ մենք ամեն մեկը 10 հատ 20 հատ ուզում ենք, ասում ենք գիտեք ինչ կա, փորձաշրջանա, մենք գիտենք որ աշխատելու է, բայց մենք ուզում ենք փաստացի ֆիդբեքներով այդ ամեն ինչով կարողանանք շուկա մտնենք։ Ասում են մենք գիտենք որ կաշխատի, դվեք մեզ։ Անհամբեր են, որտեղ իրենց համար շատ կարևոր է այդ հարցերի լուծումը դան ու եկամուտը ավելի գայունանա, որտեղ բոլորն նույն խնդիրի առաջ են, նույն մեծ հարցի առաջ են գանում, որ մենք անգում ունենք։ Մենք ունենք 281,000 հատ պետակ, այս Հայաստանում ունենք 51,000 հատ։ Այսինքն անգումը ահրելի անգնում ու ադարիով դարի այդ տիպ աճում է։ Աստված որ էս բրգվի ու հույսով եմ վստահ եմ որ կբրգվի, որովհետեւ ինչ որ ասում եք դրագանը հնչում, մենք մեր հայրենադարձության թեմայից բավական շեղվեցինք, բայց գիտեմ որ շատ կարևոր թեմա է այս, ավելի լավ է այս թեմայով խոսանք ու նաև շատ ուրախ եմ որ հյուրեր են ունենում
շատ ժամանակ, որոնք Հայաստան գալով իրենք մի բան ավելացրել են Հայաստանում, ինչ որ դուք եք արել, որում միտքեն գանցներ այսպիսի լուծում, այսպիսի հիմնական հարցի, որը ծեր ներգայությամբ իհարկե թիմով, բանկով եւ այլն հասել եք մի բանի, որ նույնիսկ միջազգայինը թիմումացեց ու դա հայրենադարձության շնորհիվ է։ Չգիտեմ, եթե Սիրիա մնայիք, պատերազմ լիներ, դուք այս բաների չէիք հասնի, վստահ դենց խեղճուգրակ երգիրի մեջ, որը չի կարողանում զարգանա, ամեն չարիքի մեջ բարիք կա։ Պատերազմ եղավ, դուք եկաք ստեղ ու նայեցեք ուր հասակ, ու դա է մեր համար կարևոր, որ մարդիկ տեսնեն, որ ինչպես եկել է Շանթը, սկիզբը դժվարություններ ունեցել է, մտել է լաբիրինտների մեջ, հետո հայտարարում է, որ ինքը միջազգային հարցեր է լուծում։ Ամեն բարակեմ ես մի բան եմ ուզում ասել, բոլոր մարդկանց մեր հայերին, ովքեր որ ապրում են Թրսերում, ինքը ճիշտ է, որ եթե դու հայրենիք ունես, ապրես քո հայրենիքում։ Ինչքան էլ լավ լինի, վատ լինի, չեմ ասի իդեալական երկիր է, բայց վերջ-վերջո քոնն է, մերն է։ Այսինքն մենք երբ որ ամուսնանում ենք, ընդունում ենք արժևին, ինչպես որ է։ Նույնն հայրենիքն է։ Մենք հայրենիքը ուժեղ կլինենք, եթե որ մենք կարողանանք ունենանք մարդիկ, որոնք խելացիորեն նորալություններ կպատրաստեն։ Ես այս պետագի բահով Չինաստան եւ այլն բادرներ էի ուզում, իրենք էին ուզում անել, ես դեմ էի, որտեղ իմ համար ամեն շատ կարևոր ունեն Made in Armenia, ու մենք այդ ամեն պետաներ թեկուզ ավելի թանկ անստում իմ վրան։ Ամեն ինչը որ անում, բայց Հայաստանից ընկոմ չեմ անում, որտեղ ես ուզում եմ այդ բահը լինի։ Մենք շուտ վանից թրսի երկինով ոչի բան չենք տվել նորություն։ Թողնեմ ես առաջինը, որ Made in Armenia մի հատ գլուխ կորտոց բան եմ տալիս։ Իսկ եթե որ դրսում մարդիկ գալիս են, վախենում են, խնդրեմ, դու հանդիպեն ինձ, ես իրենց ամեն ինչով կփորձեմ օգտակար դառնալ։ Գաղափար ունեն, ուզում են սկսեն, որտեղից սկսեն, օրենքներով, ուղեցույցերով ես պատրաստ եմ, բայց առաջի քայլը որ դու պիտի համոզվես, որ գազ էստեղ ու կործանես։ Քո դան մեջ։ Այո։ Մենանտեւս ճիշտ բառն է դանը, որովհետեւ ուր որ էլ գնանք հյուրանոցներում մենք նախընտրում ենք մեր դունը թեկուս փոքր է, թեկուս խեղճա, մեր դունը 100 անգամ ավելի լավ է, քան հյուրանոցը ու դրանով մենք ուզում եմ իսկապես ուրախ եմ, որ սանց եղավ ու նաև կարևորը որ երբ որ գալիս ես ստեղ նաև ոչ միայն նոր կապարով, դու աշխատադեղեր ես ստեղծում ու նայում ես որ մարդիկ որ այդ աշխատադեղերը ստեղծում ես, իրենք չեն թողում, չեն գնում երգիրը, էդել է հայրենասիրական կորձ, այդ կարևոր չի որ նախարարությունը անի, թուք էլ մենք էլ պիտի անենք, մենք գուրմեդուրմեով դրա կապարով եկանք Հայաստան, որ աշխատադեղեր ստեղծենք ու մարդիկ մնան Հայաստանում։ Շատ հաճելի էր, Շանթ, շատ գեղեցիկ ու լավ միտքերը լսելը։ Հույսով եմ հաջորդ հանդիպումներնից ավելի զարգացած կտեսնենք այս ամեն ինչը ու հբարդ ենք նաև որ sense բաներ Հայաստանում անում եք։ Ես եմ շատ շնորհակալ ցեզանից ու արիտ տվեցիք որ արտահայտվեմ եւ թե շատ բաներ կա կուզենայի ասեի կապված աշխատողներում որ ասում են ծույլ են եւ այլն ես թիմ ունեմ աշխարհը նախանձում եմ թիմիս համար բայց միջև այդ թիմը սարքել եմ ես 90 հոգու փոխել եմ բայց վերջում կտնեմ այդ մարդկանց որ ես չեմ այստեղ իրենք առաջ են տանում շատ շնորհակալ ապրեք միասին գնում ենք առաջ որ հասնենք մեր երազած Հայաստանին շատ շնորհակալ